Ամառային արձակուրդների հետ մեկտեղ սկսվել է նաև գրադարաններ այցելելու ժամանակահատվածը։ Այս օրերին աշակերտներն ավելի շատ ազատ ժամանակ ունեն և հաճախընտրում են գրքեր ընթերցելը, որպես հետաքրքիր զբաղմունք։ Ինչպես գիտենք, արդեն ընթերցողների թիվը գնալով նվազում է, քանի որ ոմանք նախընտրում են էլեկտրոնային գրքեր, ոմանք ընդհանրապես բաց են թողել այս փուլը իրենց կյանքից։ Ես կարծում եմ, որ ընթերցանությունը շատ կարևոր է մարդու կյանքի համար, եւ ես ինքս նախընտրում եմ ավելի շատ գրքերով, քան էլեկտրոնային գրքերով, քանի որ դա առողջության նույնպես վնաս է հասցնում։ Ինձ համար նախընտրելի ավելի շատ գրքերով, որտեվ ըստ իս ես ավելի լավ ըմբռնում եմ գրքերից թեմաները, պատմությունները, քան էլեկտրոնային։ Ես կարծում եմ շատ կարևոր է կարդալը, քանի որ դա բարելավում է մտավոր զարգացումը, մարդու գիտելիքը, եւ ես շատ կարևոր եմ համարում երիտասարդների համար, նամանավանդ որ հիմա ամառային արձակուրդները եւ ժամանակը ավելի շատ է ընթերցանության համար։ Ես գրադարաններից օգտվում եմ, հիմնականում ես վեպեր եմ սիրում շատ կարդալ, հայկական վեպեր, դրա համար եմ հիմնականում գրադարաններին դիմում, ինչպես նաև ժամանակակից գրքերից դետեկտիվներ եմ սիրում, Ագաթա Քրիստիի գրքերից, որոնք ինձ համար շատ հետաքրքիր են, բացահայտել ամեն ինչ դետեկտիվը, սակայն հայ պատմությունը ինձ համար մի յուրօրինակ աշխարհ է, որը ինձ մշտապես հետաքրքրում է։ Գրադարաններում կարելի է տեսնել ոչ միայն աշակերտների, այլ նաև մեծահասակների, ովքեր սիրում են իրենց ազատ ժամանակը անցկացնել ընթերցանությամբ։ Նրանց համար գիրքը դարձել է հանգստանալու եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու լավագույն միջոց։ Գային ամսը որ գիրքը ավելի շատ կա, քան տեսենք այն ժամանակ կար։ Հիմի բուկինիստ խանթներ կան, դարել են ամեն գիրքն կա, գիրքը կա ծախվի, գետոր մասին խոշ չեկան, ավելի շատ, ավելի նոր հրատարակություններ կան, ավելի պատկերազարդ գրքեր կան, դեպի չեկա էլի, ասենք սահմանափակում չկա, ասենք ինչ գրականություն է արտասահման անեցենք, առաջ մեր ժամանակ էման գրքեր կային, որ էման գրողներ կային, որ այստեղ ընդհանրապես չէր թույլատրվի, ասենք բերել կամ ծախել կամ մարդիկ օգտվեին։ Դա պատճառ է, որ այդ գրքերը չկան, վերնոր կա, թող էդիկ կարդան։ Ասենք մարդը սոված է ուդեդի, ասենք իրեն ուզածը չկա, հաճ չուդեդի։ Դա նույն բանն է, հաշվոր նույն բանն է, հա։ Ինչ որ կա, այնիկ կարդան։ Եթե մեջը սեր կա ընթերցանության հանդեպ, մարդը կարդակ է։ Օրինակ ինձ օրինակ բերեմ գրքերը դիա դարած ես էման գիրք կար 3-4 անգամ արդեն կարդացել եմ վեբեր կանոր մոռանամ նորից կկարդամ բարակ չեմ մեն պատճառ է դե գործենք իրենց ուզած գրքերը չկա հիմա ամեն ինչն է կա։ Ոմանք նախընտրում են թղթային գրքեր կարդալ վայելելով էջերի հոտն ու իրական շփումը գրքի հետ, իսկ մյուսները ընտրում են էլեկտրոնային տարբերակները հարմարության եւ արագ հասանելիության համար։ Կան կարդում են, կան թե հիմա համակարգչային տար է, շատերը ասում են մենք օգտվում ենք հեռախոսներից, համակարգիչներից, բայց կան, որ անմիջական գրադարանի հետ կապ ունեն, առնում են գրքերը եւ կարդում են։ Սակայն անգամ մեր ժամանակներում, երբ տեխնոլոգիաները արագ զարգանում են, մեծ մասամբ մարդիկ դեռ նախընտրում են ընթերցել գրքույկներ։ Գիրքը մնում է մարդու մտավոր զարգացման եւ հոգեվոր հարստացման կարևոր ուղեկիցը։